Լավ աշխատանքը սկսվում է անվտանգությունից։ Ողջույն, ես Լիաննա Խաչատրյանն եմ, Աշխատանքի անվտանգության ակադեմիայի տնօրեն, ինչպես նաև աշխատանքի անվտանգության փորձագետ։ Ես այսօր գտնվում եմ CSA ընկերությունում, որը զբաղվում է մասնագիտացված շինարարական ապրանքների ներկրումով, ում համար առաջնային է անվտանգ աշխատանքային ապահովումը շինհրապարակներում եւ ունեն տարբեր նորարարական լուծումներ, որոնցով իրենք ապահովում են շինհրապարակներում անվտանգ աշխատանքի կազմակերպումը։ Շինարարությունում շատ են հանդիպում դեպքեր, երբ ոչ ճիշտ կազմակերպված աշխատանքների արդյունքում լինում են դժվար դեպքեր եւ պատահարներ։ Շինարարությունը այն ոլորտն է, որտեղ շտապել պետք չէ, այլ ընդհանրապես պետք է հավասարակշռված կազմակերպել աշխատանքը եւ հաշվարկել անվտանգության ամեն մի մասնունք։ Ես հիմա կխնդրեմ մեր ընկերության ներկայացուցիչին ներկայացնել, թե ինչ անվտանգության միջոցներ ունեն, ինչ լուծումներ ունեն եւ ինչով կնվազեցնի այդ միջոցների կիրառումը դժբախտ դեպքերի եւ վտանգների կառավարումը կապահովի։ Ողջունում եմ ձեզ։ Ես սկսեմ սրանք կոչվում են սնկանման գլխիկներ, հիմնականում սուսերների, որտեղ բաց արմատուրաներ ունենք, սուսերներ ունենք, նրանց գլխին են փակցվում ու ինքը հաստատ լիքը պաշտպանում է, երբ մարդը ընկնում է կամ սայթակում է կամ չգիտեմ, տարբեր միջադեպերի ժամանակ ինքը պաշտպանիչ դեր է կատարում, այսինքն այս սուր հատվածը մենք կորցնում ենք։ Ես նա հավելում անեմ, շինհրապարակներում շատ ալինոր ցցված այդ արմատուրաները լինում են եւ մենք ժամանակ են կորցնում, աշխատողները հերթով կտրելով գնում են եւ բանվորական ուժը ճիշտ չի օգտագործվում, այսինքն կարա մինիմալ ծախսերով եւ աշխատուժը ճիշտ կառավարել եւ անվտանգությունը ապահովել։ Տարբեր չափսերի ունենք մենք, տարբեր չափ, ինքը գնայինով շատ հարմար է ու մատչելի է ու հաստատ սրանով մենք խնդիր ենք լուծում, ասենց ասեմ, այս գլխիկների մասով։ Ես տեսնում եմ, որ դուք ունեք հատուկ ամրակներ, այս ինչի համար է նախատեսված, ինչ է տալիս մարդկանց։ Շինարարության ժամանակ մարդկանց ծնկներին է փակցվում ու համ հիմնականում մարդիկ երբ որ աշխատում են շինարարություն, կռացած, չգիտեմ, այլ դեպքերում ծնկներով են իրանք հիմնականում հենվում ու որպեսզի ծնկները չվնասեն հիմնականում։ Ոնց հասկացա թևերի պաշտպանության համար։ Թևերի պաշտպանության համար, չէ, Нет, это тоже. Էլի անվտանգության միջոցները ծնկների համար նախատեսած։ Իրանք անվտանգության գոտի է, որը տարբեր տիպի, ասենք, աշխատանքներ կատարելուց բարձրության վրա հիմնականում բավական են ինքը քաշով թեթև է։ Քաշով թեթև է, ինքը շվեդական, եվրոպական արտադրություն է, որակի մասին մենք երաշխավորում ենք։ Այսինքն ստանդարտների համապատասխան։ Լրիվ ստանդարտներին համապատասխան է։ Հեսա հաջորդ տիպ կներկայացնեմ նաև իր անվտանգության կոնստրուկցիաները, որը միասին կիրառելի է։ Այս մասով։ Կամ աստիճանավանդակների բազիկները ինչով փակենք, ինչ միջոցներ կառաջարկենք, որ այդ բազիկները կառաջարկենք, Այս երկու տիպի ունենք, իրանք թերմոներկված են, այսինքն երկար ու բացի այդ ցինկապատ են։ Հենց կոնկրետ աստիճաններով, որ ըստ հաստության աստիճանների կարողանում ենք կառավարել փակագի, բարձր ցածր, այսինքն իրան պետք է ձգել, հենց ինքը ունի իր վրա, բետոնի կապ չունի ինչ հաստության բետոնը, բետոնի հետ ինքը կառավարում է։ Այսինքն ստեղ խողովակ են մտնում կամ չէ, ստեղ տախտակներ կամ պերիլաներ կամ չգիտեմ։ Օրինակի համար կարանք հենց մի բան դնենք, օրինակի համար ու աստիճանավանդակի թեքությունով ինքը տենց փակվի։ Չէ։ Էսի չենք, էսի առանձին, էս ինքը տախտակներ է, այս աստիճան ու ձգվում է, դառնում է նույն հեսա ցույց կտամ, ինչ որ տախտակներով կարանք Էսի լրացնենք հետևը ու ինքը Ես կարծում եմ հենց աստիճանների կողքին ձեր ասացենք շատ հարմար է նաև մենք խնդիր ենք ունենում վերելակների շախտաները միշտ բացելու փակելու, քանի որ ինքը շարժական հատված է եւ երբ որ մենք փակում ենք, հետո մյուս աշխատողը որ պետք է աշխատանք անի կտրումը նորից բաց է մնում։ Սա բազմակի օգտագործման համար բավականին հարմար է, այսինքն մի շինարարություն ավարտելուց հետո հանգիստ կարող է տեղափոխել այդ շինհրապարակ
որտեղ իրենց աշխատանքները կատարել են։ Այն ամենաշատ հուզող անհանգստացնող հատվածը այս պաշտպանիչ կոդու սահմանման հատվածն է։ Էսի նոր համակարգ է, ասենք մեր իրականության մեջ։ Ինքը էսի ուղղակի մենք այնքան որ ամրացրել ենք, որ ուղղակի տեսնենք, ինքը շատ ամուր ձգվում է հատակին, ինքը դուբլ շուրուկներով ձգվում է հատակին ու էլի նորից բազմակի օգտագործման է, ինքը բացի, այսինքն անկյուն այնտեղ ունենք, ինքը փոքր չափս ունենք, ինքը հնարավորություն ունի իրան տարբեր անկյան տակ թեքել, ասենց ասեմ, ու ինքը հաստատ մեր իրականության մեջ շատ օգտակար է, ու ինքը ստանդարտներով ունենց է արված, որ 1.10 մետր բարձրություն է, ինքը ամենահարմար չափն է, այսել, այսինքն մարդը եկավ, չի հնարավորություն չունի ընկնելու, իսկ եթե անգամ այդպես է, մենք հետագայում կունենանք նաև անվտանգության ցանցեր, որոնք անգամ եթե այս վրայից էլ ցածկի կամ ընկնի, այնտեղ լրացուցիչ պաշտպանություն ունի։ Նույնիսկ հավելում անեմ, հիմա ներկայացին հրապարակներում արմատուրաներ են եռակցելով կպցնում, ցավոք սրտի այդ ձեր նշած սահմաններ չեն պահում, ինչ բարձրության գծերը եւ նորից կրկնակի աշխատանք է լինում, եռակցող անընդհատ եռակցելով եւ էլեկտրոդատախսում եւ հոսանք եւ ժամանակ, այնինչ սրանք շարժական են, չէ, եթե չեմ սխալվում, միանում անջատվում է եւ Այո, էսի պրոստը հիմա քանչոր բան բարձրացվի, կարան անջատեն, բեռը բարձրացնեն, նորից փակելով դեղան։ Էսի հանեն, հա, ու վсё։ Էսի այդ առումով էլ է։ Երբ որ բաժաներով բեռը բարձրացնում են, կարիք առաջանում բարձրել, այսինքն կարան փակեն, բեռը բարձրացնեն, նորից շատ լավ միջոց է։ Սրա մի քանի տիպը ունենք, առայժմ է դա, կգա մնացածն էլ այն ժամանակ էլի կներկայացնենք, հիմա պրոստը ուղղակի հավաք, ինքը շատ ամուր է, սենց չենք կարող մենք տեսնենք, բայց ինքը այն վիդեոներում կտեսնենք։ Այսինքն, եթե մի շինհրապարակում աշխատանքը վերջացրենք, երկրորդ անգամ ինքը ենթակա է կիրառման։ Ենթակա է կիրառման բազմակի անգամ դրա համար։ Այսինքն ծախսը մի անգամ ենք կատարում, բայց մենք գնահատում ենք մեր ռիսկերը եւ մեր աշխատողները անվտանգ տուն են վերադառնում։ Այնտեղ տեսնում եմ էլի կարճ ժամկա աշխատանքների համար ունենք։ Ունենք նաև այս տարբերակը։ Ինքը փոքր անցումների համար։ մի մետր 10 սանտիմետր երկարությամբ են իրանք հիմնականում, նու մետրից մի քիչ ավել է ինքը, եւ որտեղ որ օրինակի համար հնարավոր չի, ասենք ուրիշ բան կիրառել, էսի շատ կարևոր լուծում է, այսինքն շարքով գնում է արմատուրանները, օրինակի համար Ես մի բան հավելում անեմ, ներողությունից թվում ասա հիմքը երբ որ նոր են լցրած լինում ու որոշակի հատված բարձրացած են լինում, շատ հարմար է։ Որոշակի հատված բարձրացած է լինում ու ասենք կոպիտ ասած սետկաները, արմատուրաները գործած է, ինքը վերևից նաև ուղղորդիչ, ասենք մարդը տեսնում է, որ այս հատվածը սուսերներ են կամ արմատուրեկն են դուրս ցած ու այսանով փակված է, այսինքն ինքը բաժանարար դեր է կատարում, նաև աշկին տեսանելի է վերևից, որ կոպիտ ասած ընկնելու դեպքում ստեղ անվտանգ է հաստատ, որովհետև ինքը միջև 1 տոննա կշիռ պահում է իր վրա, այսինքն ընկավ ինքը չի ջարդվելու, նորից մարդը վնասվի։ Ինքը պահելու, այդ այնց տեքստուրա ունի։ Այսինքն այս դութերից է, երբ որ մարդ անգամ մտնելու դեպքում ինքը չի կոտրվում։ Մարդուն էլ է որոշակի պահում, որ մի անգամից չընկնի գետի։ Այսինքն ծանրությունը լուպոյ բան կլինի, ընկնելուց միջև 1 տոննա 3 մետրից անգամ եթե ընկնի, ինքը պահելու է, ինքը միջավայրին էլ, այսինքն այնպես մատերիալից է ստեղծած, որ ցրտի, չգիտեմ, տաքության դեպքում չի բան անում։ Կորստում իր հատկությունը։ Այստեղից եզրակացություն անենք, որ անվտանգությունը դա ծախս չէ, դա ներդրում է անվտանգ աշխատանքային միջավայր ստեղծելու եւ մեր աշխատողների առողջությունը պահպանելու համար եւ մենք կատարելով մեկ անգամյա ներդրում ենք կարող ենք գնել որակյալ նյութեր, որոնք բազմակի օգտագործման համար են եւ ոչ թե մեկ շինհրապարակում կարող ենք օգտագործել, այլ մի քանի եւ նվազեցնելով մեր ռիսկերը մենք ունենանք անվտանգ
աշխատանքային միջավայր։ Շնորհակալություն, որ մեզ լսում եք, շնորհակալություն մեր գործընկերներին, որ մեզ հետ համագործակցում են եւ ներկայացնում են իրենց նորույթները։ Եղեք անվտանգ եւ իրազեկված։ Շնորհակալություն։